մկաններին նեղություն տալ, մինչև մկանիդ նեղություն չտաս, քո օրգանիզմը նորմալ չի ապրում։ Թենիսի պարագայում ինչ մկանախմբեր են աշխատում, այսինքն ավելի շատ բոլոր մկանները, որովհետև թենիս խաղալու ժամանակ դու նենց չի որ մենակ ձեռքդ է աշխատում, չէ, ուսերդ է աշխատում, քո ամբողջ մարմինն է աշխատում, դու հարվածների ժամանակ ամբողջ մարմինով ես խփում, նույնը ձախից, նույնը աջից, այսինքն նենց խմբականակ չկա որ չաշխատի, բոլոր մկանները աշխատում են։ Իսկ առողջական այնպիսի խնդիրներ կամ իրավիճակ, որ հակացուցված է։ Դե ոնց ասեմ, պետքա կամացից սկսել, ասենք շատ միանգամից նագրուսկա չտալ նենց որ ասենք վնաս լինի, կամաց գալիս է նրան, որ արդեն առողջությունը լավանում է, սկսում ես ավելի շատ քայլեր հավաքել, այդ առողջական բանը նորմալանում է օրգանիզմը, էլի։ Եթե տարիներով ոչ մի բան չես անում, ուզած այդ քեզ շատ դժվար կլինի։ Դժվար է, կամաց բերում ենք նրան, որպեսզի մկաններդ պատրաստ լինեն, որ դու նագրուսկա ստանաս։ Հիմա լիգան պատրաստ է ընդունել ավագ սերնդի ներկայացուցիչներին եւ ովքեր մեզ լսում են, գուցե իրենց դուր եկավ այս գաղափարը, ինչ պիտի ունենան եւ ոնց պիտի ձեզ դիմեն։ Ես ձեզ ասեմ, հիմա ուղղակի այդ դպրոցի դահլիճում, որ մենք այդ պարապմունքները անցկացնում ենք, այնտեղ մենք մաքսիմալ փորձում ենք ստեղծել հարմարավետություն, որպեսզի ասենք բոլոր տարիքային խմբերում կարողանան գան եւ մարզվեն, բայց հիմա մի քիչ ավելի սուղ է մեր բանը, հնարավորությունը, բայց հույս ունենք, որ գարնանը այդ 4 հատ կորտ սարքենք միջազգային չափանիշներին համապատասխան, այդ իմ ընկերը, այդ հիմնադիրը Ռուբեն Նալբանդյան շատ ինքը Մոսկվայից է եկել, իրավաբանական կրթություն ունի, ինքը իրավաբան է եւ ստեղ Թենիսի սիրահար, թե ուղղակի բիզնեսմեն։ Թենիսի սիրահար, իր երեխաները, 4 երեխաները դպրոցում են սովորում, բոլորը գալիս են մարզվում են, իրանց սաղ բարեկամություն, ընկերություն, բոլորը շատ լավ մթնոլորտ է ստեղծվում եւ հույս ունենք, որ դա ավելի կընդլայնվի, էլի։ Ասում են, որ թենիսը թանկ սպորտաձև է, ինչ առումով։ Կա տենց բան, ժամավճարով այնտեղ, ասենք, եթե դու նոր ես գալիս սովորելու, դու ժամը պետքա 10,000, 15,000 դրամ գումար վճարես, որպեսզի կարողանաս սովորես, բայց մենք կներեք այդ թենիսի լիգայով մի հատ հետաքրքիր բան ենք արել, երեխաներին, ովքեր բերում են պարապմունքի, ասենք վճարում են ամսական ինչ-որ որոշակի գումար, մենք ահագին թեթև ենք այդ ամեն ինչը անում, վճարում են, մենք շաբաթը մի անգամ ծնողներին, ովքեր բերում են երեխեքին պարապելու, շաբաթվա վերջում կես ժամ մտցնում ենք թենիսի դաշտ, ասում ենք եկեք փորձեք, խաղացեք, դա անվճար է։ Խրախուսանք է, թե ստիպողաբար։ Չէ, փորձում ենք ստիպողաբար, բայց ստացվում անեց, որ մի հատ երկու հատ խաղալուց հետո նրանք ասում են, վայ, մեծերի խումբ չունեք, մենք գանք այդ մեծերի խմբում խաղանք, էլի, սովորենք։ Շատ հետաքրքիր բան է, ինձ թվում է հետագայում, երբ որ մենք կարողանանք մեր այդ թենիսի բազան ստեղծենք, մասսայականացնենք, ավելի մասսայականացնենք, ավելի մարդկանց բերենք դրան, էլի, որ կարողանան շարժվել։ Երբ որ խոսում ենք կոնկրետ սպորտաձևի մասսայականացման մասին, պիտի նայենք, թե արդյոք քաղաքը, տվյալ դեպքում Երևանը, հանրապետության ներկայացնենք, ունի այդ ենթակառուցվածքները, հայտնի է, որ թենիսի կենտրոնում գտնվող այդ տարածքի հետ կապված խնդիրներ եղան, ընդհանուր որ գնահատելու ունեք քաղաքի բոլոր վարչական շրջաններով, ես կարծում եմ, որ դուք դիտարկումներ արել եք, հենց ինչու եք Դավթաշենում եւ ինչ վիճակ ունենք, արդյոք այդ մասսայականացմանը պատկերը պատրաստ է։ Ես ձեզ ասեմ, բախտի բերմամբ թե պատահմամբ իմ աները Հրաչի Սրելյան կար, որը մահացավ, շատ երջանկահիշատակ, ինքը Հայաստանում գտնվող կորտերի 90%-ը ինքն է սարքել։ Իր նախաձեռնությամբ են սարքվել, իրանից հետո այս արդեն շուրջ 20 տարի, 20 տարի է, ոչ մի բան չի սարքվում։ Պետք է
նոր տեղեր սարքվի, ասենք նոր կորտեր սարքվի, օրինակ եթե համեմատենք Վրաստանի հետ, Վրաստանում Սաակաշվիլին երբ որ եկավ իշխանության եկավ, այնտեղ ամեն տարի թազա նոր բազա էր ստեղծվում, ամեն տարի թազա կորտեր էին սարքում, թազա բան էին անում, մեր մոտ այնպես բան չկար, հիմա նոր ինչ որ սկսել են սարքել մի հատ երկու հատ, բայց մի հատ երկու հատը շատ քիչ է։ Երբ որ խոսում ենք մասսայականացման մասին, այո, մասսայականացման համար պետք է, ասենք, տարածքներ կա, որ չի բանալում, պետք է այդ տարածքներում ինչ որ բաներ սարքել։ Հիմա օրինակ այս կենտրոնում այդ կորտերի հետ կապված, որ ինչ որ ուզում են քանդեն, նորը սարքեն, ես գիտեմ, որ դրա փոխարեն, ասենք հիմա որ վճարովի է, դրա փոխարեն իրանք ուզում են անվճար 2 հատ 3 հատ կորտ սարքեն, որ մարդիկ գնան պրոստը ձերի այնտեղ խաղան։ Այդ որ մասում։ Այս sense համալսարանի դիմացի այդ կորտերը որ կա, այդ որ ուզում են քանդեն, բան, որտեղ ես գիտեմ, որ ուզում են հասարակական կորտեր սարքեն, որպեսզի մարդիկ նույն տարածքում, այո, այգի սարքեն այդ կորտերի տեղը, այդտեղ էլ 2-3 հատ կորտ լինի, որպեսզի մարդիկ ովքեր ցանկություն են գան ձերի խաղան, էլի։ Կենտրոնի բնակիչները եկան այդտեղ, ձեր վարչական շրջանում արդեն ասացիք, որ ձեր դպրոց կարող են գալ, եւ իսկ մնացած քաղաքի մյուս հատվածներում ունենք։ Կա, օրինակ բանում Շենգավիթում կորտ կա 2 հատ կորտ սարքել են, այնտեղ իհարկե ձմեռն է շատ բան, այդ դահլիճի շատ փոքր է եւ չեն կարողանում շարունակել, բայց 2 հատ կորտը քիչ է։ Սարքելուց պետքա գոնե սարքեն 6 հատ, 8 հատ, 10 հատ կորտ լինի, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ շնչեն այդ աշխատակիցներն էլ ովքեր աշխատացնում այդ կորտերը 4 կորտային եկամուտը չի բերում որ դու կարողանաս ասենք համ քո աշխատակազմին վարձատրես համ կորտերի նորմալ վիճակը պահես հետնել ինչ որ բարեգործություններ անես էլ է դժվար է բայց երբ որ մեծ բազա եղավ, ասենք ընդ տրինաժորնի զալերը էսա այն ինչ որ ժամեր էս նշանակում, ովպի ժամեր կա, որ ասենք մարդ չի գալիս, այդ ժամերին կարելի է հանգիստ բարեգործություն անել, մարդկանց բերել, մցնել, ասել եկեք ձրի է, եկեք տարեցների համար, տարեցներին շատ կարևոր է, որտեղ մկանները հյուծվում է, մկանները արդեն երբ որ մկաններին տիրություն են անում, սկսում են հասարակ բան, առավոտը զարթնեցին 20 հատ կքանստում են անկախ տարիքից 10 հատից սկսում են 10 հատ կքանստի մի տեղից բռնվի 10 հատ կքանստի մի շաբաթ հետո կզգաս ոնց է տարբերություն տալի քո ոտքերի աշխատանքը քո մարմինդ ոնց է քեզ շնորհակալություն հայտնում շատ լավ ձևակերպում էր մարմինը շնորհակալություն է հայտնում երբ որ մարզված են շատ կարևոր է շատ Իսկ հանրապետության մասշտաբով եթե տեղյակ եք, որ մարզերում կա, որ հնարավորություն կա, թե մարդիկ ցանկանան։ Ասեմ ձեզ, Աբովյանում կորտ կա, Աբովյանում 2 հատ նոր կորտ են սարքել, ճիշտ է, բանը մի քիչ ավելի կարելի էր իրան տեղափոխել այնտեղ, որ ավտոների այդ երթևեկության կողքը չլինի, որտեղ այդ մաքուր օդի տեսակետից, որտեղ թենիսային սպորտաձևն է, պետք է օդը մաքուր լինի։ Ավելի լավ այգիների մեջ բան տենց բաներ սարքվի, որպեսզի կարողանան Կիրովականում կա կորտ, մի հատ կորտա ճիշտ է, երկրորդ կորտն էլ բան են անում, ուզում են փորձում են սարքել նորից, բայց մի հատ երկու հատ կորտով չես կարող բան ստեղծել, էլի պետքա մի քիչ ավելի ընդլայնվել, պետքա մի քիչ համակարգային լինի մոտեցումը։ Իհարկե, պետք է տեսնեն, անեն, սարքեն այդ հանրայինը մի քիչ ավելի շատ մտցնեն մեջը, որ մարդիկ կարողանան իրանց ցանկությունով գան մտնեն ոչ թե զորով էլի Հրաշալի է իսկ այն մարդիկ որ մեզ լսում են ու գուցե հետաքրքրվեցին միտք անցավ որ ինչ է պետք սկսելու համար ցանկությունից բացի ցանկություն միայն ցանկություն զանգահարեք թենիսի լիգան մեզ մոտ բանով կա թենիսի լիգայի հետ հեռախոսահամարները կա զանգահարեք մենք կաջակցենք համեցեք շատ սպասում ենք Հատուկ համազգեստ կամ ոչ մի բան մենք ռակետ կայել ենք տալիս ընդհանրապես սպորտային համազգեստ լինի ձեր վրա որ դուք ձեզ լավ զգաք ուրիշ ոչ մի բան պետք չի